Ռեֆորում 2026 աշխատարանի սիրելի մասնակիցներ, մեկնարկում ենք մեր հերթական բանախոսությունը։ Այսօրվա մեր հյուրը Սրբուհի Գալյանն է։ Տիկին Գալյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության 6-րդ, եթե չեմ սխալվում, ցուցակի համարն է։ Ու այսօրվա թեմատիկան մենք վերնագրել ենք երիտասարդության դերը հակաժողովրդավարական նարատիվների և միֆերի դիմակայության գործում։ Ես կխնդրեմ Տիկին Գալյան մեկնարկային խոսքով մինչև 5 րոպե բացման որպես խոսք, այնուհետև անցնենք երիտասարդների հետ հարց ու պատասխանի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես այս ֆորմատի շփումները շատ սիրում եմ և գնահատում եմ, որովհետև սիրում եմ երիտասարդներին և ինձ էլ եմ համարում երիտասարդ, որովհետև այդպես է։ Այո, մենք նոր սերնդի ներկայացուցիչներն ենք, մենք անկախության սերնդի ներկայացուցիչներն ենք և ուզենք թե չուզենք, մենք կարծում եմ դրական իմաստով տարբերվում ենք նախորդ սերունդներից, որովհետև ծնվել ենք ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում և դա մեծ բան է նշանակում։ Այսօր ընտրված խորագիրը շատ մեծ կարևորություն ունի, ինչու, որովհետև ցավոք սրտի, բայց մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ դեզինֆորմացիան, կարելի է ասել, պատերազմի է նմանվում։ Շատ հաճախ մենք դրան անվանում ենք հիբրիդային պատերազմ և ասում ենք, որ դրա դեմ պայքարելը շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ պետք է։ Ինչ է դա։ Մենք այսօր ականատես ենք լինում սոցիալական հարթակներում, երբեմն նաև լրատվական դաշտում այնպիսի տեղեկությունների, որոնք առաջին հայացքից ճշմարտացի են կամ ճշմարտություն պարունակող են առնվազն։ Եվ շատ հաճախ մեր սիրելի քաղաքացիները օբյեկտիվորեն ձեռնամուխ չեն լինում պարզելուն, արդյոք տարածվող ինֆորմացիան պարունակում է իր մեջ ճշմարտություն, թե ոչ, և իրականում քաղաքացիները չպետք է ունենան նման պարտականություն ճշտելու ինֆորմացիա, որովհետև դա ավելի մասնագիտական դաշտի գործ է ենթադրում, բայց ամեն դեպքում դա չանելն էլ նշանակում է ապրել այդ դեզինֆորմացիայի մեծ դաշտում։ Եվ կա կուտակային էֆեկտ, երբ մեկ ինֆորմացիա կարդում ես, դրան հաջորդում է հաջորդ տեղեկատվությունը, հետո ինչ-որ մի իրավիճակում, ինչ-որ մի իրողության ես բախվում և մակերեսային գիտելիքներ այդ երևույթի վերաբերյալ քեզ հնարավորություն են տալիս հետևություններ անել, որ այո, գուցե և այն ինչ տարածվում է ճշմարտությանը համապատասխանում է։ Ինչպես է պետք հաղթահարել այս երևույթը։ Նախ պետք է լինել մի քիչ քննադատ, հատկապես երիտասարդները և ունեն այդ կարողությունը և ավելի կարելի ասել ունեն ժամանակը փորձելու իրենց միջով անցկացնել տեղեկատվությունը և ստուգել։ Եվ ես միշտ խորհուրդ եմ տալիս բոլորին ինքներդ ստուգեք, արդյոք այն ինֆորմացիան, տեղեկատվությունը, որը մատուցվում է, համապատասխանում է իրականությանը, թե ոչ, իսկ ստուգման մեխանիզմը փաստերը դիտարկելն է և փաստերին նայելն է, այսինքն իրականությունը ինչպիսին է, կա նման փաստ, թե չկա։ Հիմա եկեք քննարկենք մի քանի օրինակ, ինչ կարող է լինել կամ ինչ կարող է չլինել։ Օրինակ, 300,000 ադրբեջանցիներն անպայման վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն։ Բոլորը այս մասին են խոսում, բոլորը չէ, օրինակ ընդդիմադիր դաշտը խոսում է այս մասին, բայց հրապարակվեց խաղաղության պայմանագիրը, որը նախաստորագրվել է, և խաղաղության պայմանագրում վերադարձի մասին որևէ խոսք չկա։ Այսինքն դուք ինքներդ կարող եք բացել այդ խաղաղության պայմանագրի տեքստը կարդալ և անել համապատասխան հետևություններ։
Կամ ինչ ինֆորմացիաներ են տարածվել, դուք ավելի լավ գուցե ծանոթ կլինեք։ Մենք անդադ զբաղված ենք որոշակի բաներ հերքելով, իսկ որոշակի բաներ չենք էլ հերքում եւ դրանց չենք անդրադառնում, որովհետեւ այսպիսի մի ֆենոմեն էլ կա։ Եթե ընկնես ցանկացած տեղեկատվության հետևից եւ փորձես դա հերքել, դա ավելի մեծ լսարան է հավաքելու եւ հայտնի չի, թե որը ավելի մեծ օգուտ կունենա հերքումը, թե հերքմամբ դու նորից կտարածես այն տեղեկատվությունը, որը ճշմարտություն իր մեջ չի պարունակում։ Հետո կա մի այլ երևույթ եւս, երբ իրականում ճշմարտություն պարունակող տեղեկությունները տարածվում են այլ դիտանկյունից։ Այսինքն այլ կերպ է մատուցվում, ինֆորմացիան ինքնին կարող է ճիշտ լինել, բայց դա վերցվում է որպես մեկ եւ միակ օրինակ եւ ներկայացվում է, որ մեր պետությունում այսպիսի իրավիճակ է։ Դրա հետ կապված է պետք ուշադիր լինել եւ ստուգել փաստերը, որովհետեւ կան շատ այլ իրավիճակներ, որոնք այդ մեկ ճշմարտանման իրավիճակին չեն նմանվում։ Անցած անգամ կրկին ռեստարտի երիտասարդների հետ երբ հանդիպում էինք, քննարկվեց այն հանգամանքը, թե ինչու են օրինակ բլոգերներին ձեռքերը ծալած բերման ենթարկում, իսկ մյուսներին ձեռքերը ծալած բերման չեն ենթարկում, բայց իրականությունը այնպիսին է, որ դա մեթոդ է մարդկանց օրինակ բերման ենթարկելու եւ շատերին են այդպես բերման ենթարկում, այսինքն բլոգերները չէ որ թիրախավորվում են կամ բլոգերները չեն թիրախավորվում։ Այո, այդպիսի դեպքեր եղել են, մենք էլ տեսել ենք, որովհետեւ տեսաձայնագրությունները հրապարակային են եղել, բայց իրականությունն այն է, որ այդպիսի դեպքերը բազմաթիվ են եւ կարող են առնչվել շատերին եւ չեն վերաբերում կոնկրետ շրջանակի անձանց։ Այսպիսի երևույթներ էլ մենք ունենք եւ կխնդրեմ ձեզ նաեւ ուշադիր լինել այս համատեքստում։ Երկար կարող ենք խոսել, թե ինչ է հիբրիդային պատերազմը, շատ հաճախ բարձրացվում են թեզեր, դրանք փորձում են ներկայացվել որպես ճշմարտություններ, հատկապես այս երևույթները իրականացվում են մեր դիտարկումներով ավելի արտասահմանյան ուժերի ներգրավմամբ, մենք օրինակներ աշխարհում ենք տեսել, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, մենք ունենք շատ թարմ Մոլդովայի օրինակը, երբ նախընտրական պայքարում այդպիսի գործիքակազմեր կիրառվեցին, այսինքն դեզինֆորմացիայի ալիքը այնքան մեծ եղավ, որ նաև կարող էր ազդել եւ ինչ որ առումով ազդեց ընտրությունների արդյունքների վրա, այնպես որ մենք իրականում գիտենք ինչ կարող է լինել եւ պետք է փորձենք լինել պաշտպանված։ Պաշտպանված լինելու համար պետք է լինել տեղեկացված։ Մեկ այլ օրինակի մասին էլ խոսենք։ Անցած անգամ եւս խոսեցինք, դրա համար իմ հիշողությունը թարմ է։ Օրինակ, ինչու թալանը հետ չի բերվում։ Խոստացաք, որ ապօրինի ծագում ունեցող գույքը հետ կբերեք ու այնքան են ասում, որ տպավորություն է, որ իրոք դա հետ չի բերվում։ Բայց իրականությունն այն է, որ ունենք բազմաթիվ վերադարձված գույքեր եւ դրամական միջոցներ, որոնք այլևս Հայաստանի Հանրապետության բալանսում են։ Ուղղակի քաղաքացիները այդուք օրինակ որ լսել եք ինֆորմացիան, խոստացաք, չարեցիք։ Ինչ որ մեկը բացել է, օրինակ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը նայի, տեսնի արդյոք դա չի արվել, թե չէ, կամ օրինակ դատախազությունը, քննչական մարմինները կամ ցանկացած մարմին ըստ էության տարեկան զեկույց է ներկայացնում, եթե ազգային ժողովին էլ չի ներկայացնում, ապա այդ զեկույցը հրապարակվում է եւ մենք ունենք նաեւ վիճակագրական կայքեր։ Այդ վիճակագրական կայքերով կարելի է ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը եւ իմ խորհուրդը հետեւյալն է. եղեք քննադատ, եղեք լավ իմաստով սկեպտիկ, այսինքն challenge անող, այն ինչ որ դուք լսում եք, ամեն ինչ պետք չէ հալած յուղի տեղ ընդունել, անգամ եթե մասնագիտական կայացման ճանապարհին, չէ, հանդիպում եք տարբեր դասախոսների, բոլորը ներկայացնում են իրենց առարկայի շրջանակներում իրենց գիտելիքները, բայց երբեմն այնպես է ստացվում, որ ուսանողները ինքները գնում են ստուգում են ինչ-որ մի բան, պարզվում է, որ դասախոսը ինչ-որ մի բան գուցե եւ թերացել է։ Պետք է լսել եւ ընկալել այն, ինչ պետք է լսել եւ ընկալել։ Մնացած բոլոր բաները պետք է դուք ստուգեք։
որովհետև դուք կարող եք, վստահ եմ, ունեք ունակություն եւ պետք է ունենաք ցանկություն։ Ամենամեծ խնդիրը մեր երկրում ցանկության բացակայությունն է, որովհետև շատ հարմար է լինել пассив եւ մշտապես բողոքող։ Ես օրինակ հաշտ չեմ այդ երևույթների հետ, ոչ пассивության, ոչ пассив բողոքելու։ Ես նախընտրում եմ, եթե նույնիսկ բողոքում եմ, լինել ինչ-որ մի բան փոխող։ Այսինքն ինչ-որ մի բան նախաձեռնող, ինչ-որ մի բան փոխող, որովհետև եթե դու մշտապես բողոքում ես նույն բանից եւ որևէ քայլ չես ձեռնարկում, որպեսզի դա փոխվի, ուրեմն երևույթը քեզ համար ձեռնտու է։ Այսքանը որպես բացման խոսք ավելի լավ է հարցերի համար հարթակ բացենք եւ պատասխանենք հարցերին։ Շնորհակալություն Տիկին Գալյան, նշեմ նաև մինչև հարցերին անցնելը Restart հիմնադրամը նույնպես մեծ թափով ներգրաված է հենց այդ ապատեղեկատվության դեմ պայքարի ու մեր երիտասարդները նույնպես այդ թեմաներից լավ տեղյակ են ու համացանցում պայքարում են ու անցնենք արդեն հարցերին ժողովուրդ խնդրում եմ ներկայանալ այսինքն ինչպես որ պայմանավորվել էինք առաջին հարցի համար Նռանե Բալայան Բարև ձեզ, ես Նռանե Բալայանն եմ Հայաստանի ամերիկյան համալսարանից։ Տիկին նախարար, իմ հարցը հետևյալն է։ Դուք բազմիցս նախկինում նշել եք, որ նոր սահմանադրական փոփոխությունները նախատեսվում են կատարել մինչև 2026 թվականի ԱԺ ընտրությունները, բայց ինչպես տեսնում ենք, գործընթացը դեռ շարունակվում է։ Ուզում էի հասկանալ, արդյոք սկզբում նախատեսվում էր, որ այդ սահմանադրական փոփոխությունները համընկնեն նախընտրական քարոզարշավի շրջանի հետ, եւ այս պայմաններում ինչպես կարելի է ապահովել, որ հանրության համար այդ գործընթացը ընկալվի որպես երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխում, այլ ոչ թե ընտրություններին առնչվող քաղաքական նախաձեռնություն կամ օրակարգ։ Շնորհակալություն։ Ցույց հարցի համար Նռանե, շատ գեղեցիկ անուն ունեք։ Տեսեք, Նռանեի հարցը իր մեջ պարունակում էր պնդում։ Շատ հաճախ ինձ ուղղվող հարցերը իրենց մեջ պարունակում են պնդում, որոնք սխալ են, ներողություն, բայց սխալ են։ Ես երբեք չեմ ասել, որ սահմանադրության փոփոխությունը կամ նոր սահմանադրությունը պետք է ընդունվի ընտրություններից առաջ կամ համաժամանակյա պետք է լինի այդ գործողությունը։ Ես ասել եմ, որ տեքստը նախագծի պատրաստ կլինի ընտրություններից առաջ։ Եվ ասել եմ պատրաստ կլինի մարտ ամսին։ Ու սա ասել եմ 1000 անգամ։ Տեքստը պատրաստ է, քննարկվում է շահագրգիռ մարմինների հետ, այդ թվում կուսակցության խմբակցության հետ է քննարկվում, վարչության հետ է քննարկվում, սահմանադրական բարեփոխումների խորհրդում է քննարկվում եւ քանի որ ընտրական process-ը մասնավորապես քարոզարշավը շատ մոտ էր, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, որպեսզի այս երկու process-ները միմյանց չխառնվեն, հրապարակել շատ ավելի ուշ ընտրություններից հետո, ես կարծում եմ շատ չենք ուշացնի ամեն դեպքում, միաժամանակ հանրաքվե կազմակերպել ընտրությունների հետ, օրենսդրորեն ուղղակի արգելված է, դրա համար նման հնարավորություն էլ առկա չի եղել, որպեսզի մենք խոսենք դրա մասին, հակառակը ես միշտ ասել եմ, որ այդպիսի արգելք կա եւ ժամանակի մասին կոնկրետացում հնարավորություն չեմ ունեցել անելու խոսքի տեսքով։ Եվ ուրեմն պետք է ասեմ, որ կրկին տեքստը պատրաստ է, երբ կհրապարակվի, չեմ կարող ասել ամենայն հավանականությամբ ընտրություններից հետո, եթե ինչ-որ մի բան քննարկումների արդյունքում կրկին չփոխվի, եւ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք հնարավոր է այնպես անել, որպեսզի երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստ ստանա սահմանադրական փոփոխությունը, կասեմ այո, հնարավոր է եւ պետք է այդպես անել, ինչու, որովհետեւ հասարակությունը պետք է ունենա բավարար ժամանակ ծանոթանալու տեքստին, անելու առաջարկություններ եւ քննարկելու մեզ հետ, հեղինակների հետ, հենց բովանդակությունը սահմանադրության, որովհետեւ մենք այն միտքն ունենք, որ քաղաքացին ժողովուրդը պետք է գիտակցի, թե ինչին է ասում այո կամ ոչ։
որովհետև վերջնարդյունքում որոշողը բազմիցս եմ նշել, ժողովուրդն է ունենալ նոր սահմանադրություն, թե չունենալ նոր սահմանադրություն։ Այսքանը։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար Մարիա Զարգարյան։ Բարև ձեզ, Մարիա Զարգարյան։ Տիկին Գալյան, եթե ձեր անկախ դատական համակարգը Freedom House-ի գնահատմամբ 4 միավորից ստացել է ընդամենը 1-ը, վերջին 8 տարիների ընթացքում ինչ եք կարծում, որտեղ եք թերացել, որ մենք ունենք այսպիսի արդյունք այսօր։ Դուք ասացիք ձեր անկախ դատական համակարգը, թե մեր Անկախ դատական համակարգը։ անկախ դատական համակարգ, մեր պետության անկախ դատական համակարգ։ Freedom House-ը ունի մետրիկա, չափանիշներ գնահատելու եւ այս տարվա զեկույցի մեջ տեղ էր գտել այն միտքը, որ նախկինում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը դարձել է բարձրագույն խորհրդի նախագահ, ես շատ բաց եւ անկեղծ եմ խոսում, եւ նաեւ պաշտոնից հեռացնելու հետ կապված այն իրողություններ շեշտադրված, նաեւ իրավապահ համակարգում ոչ թե պաշտոնից հեռացնելու, այլ պաշտոնան կարվել կամ պաշտոնից հրաժարվելու, այսպես ասեմ, այդ զեկույցներում եւ ուրույն կերպ էր դա մեկնաբանվել, բայց ամեն դեպքում որևէ հավակնություն չունեմ ասելու, որ այդ զեկույցները ինչ որ սխալներ են պարունակում կամ այնպիսի մեկնաբանություններ են պարունակում, որոնց հետ համաձայն չեմ ինքս կամ մենք համաձայն չենք։ Ես կասեմ հետեւյալը, որ կրկին, եթե փաստերը ստուգեք եւ տեսնեք, թե ինչպիսի որոշումներ են կայացնում մեր հարգարժան դատավորները, դուք կհամոզվեք, որ մեր դատավորները իրականում անկախ են, որովհետեւ եթե այդպես չլիներ, չէին կայացնի, օրինակ, շակերտների մեջ ասեմ, քաղաքական ուժի համար ոչ ձեռնտու որոշումներ։ Իսկ այդպիսիք շատ են։ Շատ լավ հարց տվեցիք, որովհետև առիթ է խոսելու այս մասին, շատ հաճախ մեղադրում են դատական համակարգին քաղաքական ենթատեքստ ունեցող որոշումներ կայացնելու մեջ, այսինքն կալանավորեցին այս մարդուն, կալանավորեցին այն մարդուն եւ այլն, եւ այդ իրականության հետ չեն համադրվում իմ կողմից նշված որոշումները, որոնք իրականում նույն մարդկանց օգտին են եղել։ Այսինքն ինչու է միշտ խոսվում այն մասին, ինչը ձեռնտու է որոշակի շրջանակի անձանց համար։ Սա է պատասխանը։ Դատական համակարգը դատական համակարգն է։ Տարիներ առաջ մենք շատ խոսել ենք նրա մասին, որ դատական համակարգը ինչ որ առումով պատկանել է որոշակի նեղ շրջանակի անձանց եւ սպասարկել է նրան շահերը, հետո մենք ունեցանք մի իրավիճակ, երբ դատական համակարգը այլևս որևէ մեկին բացի ժողովրդից չպատկանեց եւ մենք այդ մոտեցումը ունենք։ Ու սահմանադրությամբ էլ պետք է ամրապնդենք դատական իշխանության անկախության երաշխիքները, նախատեսելով, որ բարձրագույն դատական խորհուրդը երաշխավորը լինելով դատական իշխանության անկախության պետք է գործուն մեխանիզմներ ունենա դա ապահովելու։ Եվ նաև շատ կարևոր հանգամանք դատական իշխանությունը հաշվետու չէ ժողովրդին, այն իմաստով, որ չկա այդ հաշվետվությունը ներկայացնելու մեխանիզմ առհասարակ։ Եվ դա է պատճառը, որ քաղաքական ուժն է թիրախավորվում։ Այսինքն մեզ ուղղվում են հարցեր, որոնց պատասխանները մենք չունենք։ Օրինակ ինձ գալիս են հարցնում են ինչու ես մարդուն կալանավորեցիք եւ մյուսին չկալանավորեցիք, ես ասում եմ ժողովուրդ, չգիտեմ, որովհետեւ ես չեմ կայացրել այդ որոշումը, չէի կարող կայացնել, չեմ կարող իմանալ ինչու։ Հետո մի 20,000 հատ կոմենտ են գրում, բա դու ինչ գիտես, ինչի ես նախարար։ Որովհետև մարդիկ չեն պատկերացնում, ասում են արդարադատության նախարարը պետք է այդ հարցերի պատասխանը առնվազն իմանա եւ չեն մտածում, որ նորմալը չիմանալն է այդ հարցերի պատասխանը։ Այստեղ է հենց ամրապնդվում դատական իշխանության անկախությունը այն կետում, երբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չգիտեն, թե ինչու է դատարանը կայացնում այս կամ այն որոշումը։ Այսքանը։
Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Մարսելա Ճաղարյան։ Ողջունում եմ Տիկին Գալյան, ես Մարսելա Ճաղարյանն եմ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ուսանողուհի։ Տիկին Գալյան, այսօր հանրային ընկալումներում արկա է մի թեստ, թե բարեփոխումները պայմանավորված են արտաքին օրակարգով։ Հարցս հետևյալն է. ինչպես ենք պատրաստվում ապահովել մայր օրենքի դիմադրողականությունը արտաքին քաղաքական ճնշումների նկատմամբ, որպեսզի նոր սահմանադրությունը չունենա պարտադրված փաստաթղթի պիտակավորում։ Շնորհակալություն։ Սա մի հարց է, որին արդեն խտացված ռեժիմով 1 տարի է անդրադառնում ենք եւ նախկինում եւս անդրադարձել ենք, կրկին պետք է հետ գնանք եւ ստուգենք փաստերը։ Երբ սկսեցինք խոսել սահմանադրական բարեփոխումների, սահմանադրության փոփոխությունների կամ նոր սահմանադրության մասին, հեղափոխությունից անմիջապես հետո 2018-ից հետո 19 թվականին արդեն կար կազմավորված սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, որը զբաղված էր հայեցակարգային մոտեցումների քննարկմամբ եւ մշակմամբ, այսինքն քաղաքական հանձնառության տեսանկյունից նոր սահմանադրություն ընդունելը կամ առնվազն սահմանադրության փոփոխություններ անելը եղել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Եվ նաև նախանշվել է դա իրականացնելու պարտականությունը կառավարության ծրագրում։ Եթե դուք բացեք կառավարության ծրագիրը, այդտեղ կտեսնեք հենց այդպիսի ձևակերպումներով միտող, որը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների իրականացմանը նոր սահմանադրության կամ սահմանադրության փոփոխությունների տեսքով։ Այսինքն մենք մշտապես ունեցել ենք այդ ցանկությունը ունենալու նոր սահմանադրություն, իսկ պատճառներից հիմնականը այն է եղել, որ նախորդ սահմանադրությունը չի ընդունվել ազատ, արդար եւ ժողովրդավար հանրաքվեի արդյունքում, այսինքն քաղաքացին ինքը չի որոշել ունենալ այդ սահմանադրությունը կամ չունենալ այդ սահմանադրությունը եւ հետո եղավ այն ինչ եղավ պատերազմ, եղավ կոവിഡ്, աշխատանքները ձգձգվեցին եւ մենք արդեն բախվեցինք այն իրականությանը, որ մեր հարևան երկրի կողմից մեզ ուղղվեցին համապատասխան պահանջներ, որովհետեւ դուք գիտեք այդ պահանջները ինչ բովանդակություն ունեն, այսինքն ասվում է, որ տարածքային հավակնություններ պարունակող նախաբան է բովանդակում մեր սահմանադրությունը։ Ինչ եղավ հետո, մեր սահմանադրական դատարանը կայացրեց համապատասխան որոշում, ասելով, որ նախաբանը իրականում չի բովանդակում այնպիսի պահանջներ, ինչպիսիք բարձրաձայնվում են այլ պետության կողմից, բայց ամեն դեպքում միջազգային դաշտում, իրավական դաշտում այդ բանավեճը շարունակվեց եւ շարունակվում է մինչ օրս։ Ես ուզում եմ մի հետաքրքիր բանի մասին խոսել, ինձ մի անգամ հարցրեցին, ինչու դուք չեք ասում, որ նույն պահանջները, եթե դրանք պահանջներ են, պարունակում է Ադրբեջանի սահմանադրությունը։ Ես ասացի, որ գիտեք, եթե մենք ինչ-որ բանը մեր դեպքում չենք համարում խնդիր, եւ միշտ ասել ենք, որ դա խնդիր չէ, որ նման բան չկա, մենք ինչպես կարող ենք ասել, որ մյուս երկրի սահմանադրությունը խնդրային է։ Ոչ, մենք կոնֆլիկտային չենք եղել, բաց ենք եղել խաղաղության պայմանագրի կնքման համար եւ ասել ենք, որ մեր սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի պարունակում։ Բայց այնպես է ստացվել, որ ունենալով հանձնառություն փոխելու սահմանադրությունը եւ լավարկելու այն, ավելի մարդակենտրոն դարձնելու, ավելի բալանսավորված դարձնելու, մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով։ Եվ եթե դա կբերի նաև նրան, որ կլինի վերջին քայլը, օրինակ, անկախության պայմանագրի, ներողություն, խաղաղության պայմանագրի կնքման, ապա մենք պատրաստ ենք դրան։ Հիմա մենք այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որը խաղաղ է։ Մենք չունենք բարեբախտաբար սահմանին զոհեր։
այլ պետության կրակոցներից մեր տղաները չեն մահանում։ Մենք իրականում շատ աշխատանք ենք տարել, որպեսզի բանակցությունները հաջող ավարտ ունենան, եւ մենք այլևս ունենք բանակցված փաստաթուղթ, որը հրապարակային է, եւ ես հույս ունեմ, որ դուք բոլորը ծանոթացել եք այդ փաստաթղթին։ Այսքանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Նանե Բեժանյան։ Շնորհակալություն, Նանե Բեժանյան, Հայաստանում ֆրանսիական համալսարան։ Տիկին Գալյան, գալով դեզինֆորմացիային ու միֆերին, հարցս հետևյալն է։ Միֆերի պատճառներից մեկը ոչ միայն դեզինֆորմացիան է, այլ նաև ինֆորմացիոն բացը, թերի կամ ուշացած կամ հակասական հաղորդակցությունը։ Օրինակ կարող ենք բերել վերջին վեդիում տեղի ունեցած դեպքերը, երբ որ համացանցը ողողված էր միֆերով ու ողողված էր աղմկեցուցիչ տեղեկատվությամբ, որը հետո պարզվեց, որ սուտ է ու կամ ինչ-որ միջափով է համապատասխանում իրականությանը, ու դրա պատճառը այն էր, որ մենք պաշտոնական հաղորդակցություն չունեինք, այսինքն ոչ քննչական կոմիտեից, ոչ դատախազությունից մենք չունեինք որևէ տեղեկություն, թե ինչ է կատարվել։ Հարցս հետևյալն է, ինչպես եք տեսնում պետության դերը դեզինֆորմացիայի դեմ ու միֆերի դեմ ու վտանգավոր նարատիվների դեմ պայքարում։ Շնորհակալություն։ Շատ բարդ ու բազմաշերտ հարց է։ Տեսեք, ես իրավապահ համակարգից եմ եկել։ Երբեք մենք հատկապես այն ժամանակ մի քանի տարի առաջ մեր բոլոր գործերի մասին չենք պատմել հանրությանը։ Պատկերացնեք, հազարավոր գործեր են քննվում մեր պետությունում, 100 հազարավոր։ Շատ դժվար է կողմնորոշվել հասկանալու համար, թե որ գործի մասին պետք է տեղեկատվություն ներկայացնես, մինչև ինչ-որ նարատիվի ձևավորումը։ Այսինքն չես կարող շակերտների մեջ նախահարցակ լինել ինֆորմացիա տրամադրելով, կանխագուշակելով, թե ինչը կարող էր հետո օրինակ մանիպուլացվել, հա։ Իրավապահ համակարգի դեպքում իրականում շատ ավելի ճիշտ է, որ իրավապահ համակարգը լուռ իր գործը անի։ Շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ հենց ԶԼՄ-ներում ինչ որ մի բան տարածվում է, իրավապահ մարմինը նոր է սկսում աշխատել, բայց դա այդպես չէ։ Ես այլ դեպքի մասին կխոսեմ։ Հիշում եք, անչափահաս մի խումբ երեխաներ, որ ծեծի էին ենթարկել մեկ այլ երեխայի։ Ուրեմն այդ տեսանյութը շատ վատ դեպք էր, Վեդիի դեպքը եւս բացառիկ վատ դեպք է իրականում։ Եվ այդ դեպքով քննությունը ընթանում էր, փորձաքննություն էր նշանակված եւ այլն, գուցե այս ինֆորմացիոն աղմուկը ինչ որ առումով արագացրեց կամ կարագացնի այդ գործի քննությունը։ Վերադառնալով անչափահասների դեպքին, ինչ եղավ։ Ուրեմն մենք դեպքի մասին գիտեինք տեսանյութը հրապարակվելուց 2 ամիս առաջ, այսինքն հենց այն ժամանակ, երբ դեպքը տեղի էր ունեցել։ Դեպքից հետո անչափահասները երկուսը, եթե չեմ սխալվում, կամ 3-ը կալանավորվել էին, տեղափոխվել էին Աբովյան քրեակատարողական հիմնարկ, որոշակի ժամկետ հետո դուրս էին եկել, խափամամիջոցը փոխվել էր, այսինքն ոչ թե խափամամիջոց այլևս չկար, այլ նշանակված էր այլ խափամամիջոց, ու հետո 2 ամիս հետո, որ այդ տեսանյութը տարածվեց, մարդկանց մոտ տպավորություն էր, որ պետությունը ոչ մի բան չի արել, չի արձագանքել այդ դեպքին, քննություն տեղի չի ունենում, ինչի էին այդ խուլիգանները ազատության մեջ, եւ այլն, մինչդեռ անչափահասի նկատմամբ կալանքը իրականում խիստ բացառիկ դեպքերում կարող է նշանակվել որպես խափաման միջոց, խիստ բացառիկ։ Մեր դատարանները արդարացիորեն իրականում խուսափում են շատ հաճախ անչափահասների նկատմամբ կալանք խափամամիջոցը նշանակել, բայց սա այն դեպքերներ, երբ նույնիսկ նշանակվել էր։ Բայց եղավ այն ինչ եղավ, այսինքն 2 ամիս հետո տեսանյութը հրապարակվեց, մենք մեղադրվեցինք, որ ոչ մի բան չենք արել, այս ինչ պետություն է, այս ինչ երեխեք են մեծանում, այս երեխու ծնողները ովքեր են, եկեք այդ երեխաներին չգիտեմ ինչ անենք, իսկ ծնողներին ինչ անենք, հանենք աշխատանքից, ինձ ուղղվում էր պահանջ երեխայի ծնողին ազատել աշխատանքից։ Եվ չեմ խոսում անձնական տվյալների մասին, նույն Վեդիի դեպքով էլ։ Այս մեր նոր սերունդը ավելի
այդ հարցերում պետք է ուշադիր լինի։ Անձնական տվյալների տարածման հետ կապված խնդիրը նույն ծավալի կամ ավելի վտանգավոր խնդիր է երևի, քան դեզինֆորմացիան, որովհետև այսօր ամենուր անձնական կյանքի գաղտնիությունը կամ անձնական տվյալների պաշտպանությունը ոտնահարվում է։ Այդ անչափահասների դեմքերը բաց, անուն ազգանուններով, քիչ կմնա տան հասցեներով երևի, ասենք անհնար է այդպես, չգիտեմ, մեր արձագանքը պետք է լինի այն, որ չի կարելի նման բան անել։ Պետության ինստիտուցիոնալ արձագանքը դե իհարկե վարչարություն իրականացնելն է եւ խախտում թույլ տված քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելը։ Ամփոփելով, սրանք այն օրինակներն են, որոնք հանրության մոտ տպավորություն են ստեղծում, որ մեր երկրում ոչինչ չի արվում։ Բայց ես մի օրինակի մասին եմ ուզում խոսել ու երկակիությունը շեշտադրել մարդկանց ընկալումների։ Այնպես ինչպես մատուցվում է ինֆորմացիան, այդպես էլ ընկալում են։ 18-ամյա Դավիթը ինչու կալանավորվեց, որը հարվածել էր վարչապետին։ Ինչպես կարելի է կալանավորել 18-ամյա տղային։ Մի անգամ մեկը ինձ հարցրեց, ինչու կալանավորեցին, ասացի ուղիղ 3 կամ չեմ հիշում քանի ամիս առաջ, 3 ամիս առաջ բոլորդ ասում էիք, ինչու 14-ամյա երեխաները կալանքի տակ չեն, որոնք ծեծել էին անչափահասին։ 18-ամյա երիտասարդը հարվածել էր վարչապետին եւ հիմա փորձ էր արվում այնպես ներկայացնել, որ նորմալ չէ, որ այդ անձը պետք է տարվի կալանքի։ Ես չեմ հասկանում այս մոտեցումների տարբերությունը, այսինքն մենք բալանսավորված մոտեցում ոչնչի հանդեպ չունենք։ Եթե հասարակության համար ընդունելի էր 14 տարեկանների կալանքի տակ լինելը, 18-ի կալանքի տակ լինելը պետք է լիներ ընդունելի եւ ընդունելի։ Ամեն դեպքում այս որոշումները դատարանն է կայացնում։ Եթե չեմ սխալվում, Դավիթի խաբամմիջոցն էլ է փոխվել իրականում, բայց ընկալումների մեջ միշտ ինձ համար առնվազն անհասկանալի պատկերացումներ կան մեր քաղաքացիների, որոնց մասին իհարկե շատ երկար կարող ենք խոսել, բայց եկեք լսենք հաջորդ հարցը։ Սրապ Գևորգյան։ Բարև ձեզ, ես Սրապ Գևորգյանն եմ Գյումրու ֆոտոն վարժարանից։ Տիկին նախարար 2024 թվականին Սահմանադրությունը դրական եզրահանգում տվեց ընտրությունների ընթացքում կայուն մեծամասնություն կազմած սկզբունքին, հարցս հետևյալն է, արդյոք այդ դրույթը տեղ է գտնելու նոր սահմանադրության մեջ եւ եթե այո, օրինակի համար կուսակցությունները չեն կարող հստակ կոալիցիաներ կազմել ու երկրորդ ընտրության հնարավորություն էլ չունենք հստակ, այդ դեպքում արդյոք ինչ որ այդ երևույթը չի հանգեցնի արտահերթ ընտրությունների եւ արտահերթ ընտրությունների դեպքում էլ բնականաբար եւ պետության ռեսուրսները կփոշիանան եւ ընտրողները այդքան էլ շահագրգռված չեն լինի ընտրություններին գնալու նաեւ ցանկանալի որ անդրադառնայիք հարցի մյուս մասին, այսինքն օրինակ կայուն մեծամասնության դեպքում ընտրողը հստակ գիտի թե ինչ քաղաքական ուժ է ինքը ընտրում ու ինչ ակնկալիքներ ունի, իսկ երբ որ այդ դրույթը չկա, այդ դեպքում կոալիցիա են կազմում եւ ռիսկ կա, որ քաղաքական ուժերը իրար վրա բարթեն իրենց պատասխանատվությունը եւ հստակ պատասխանատու կողմ չկա։ Շնորհակալ եմ։ Կոալիցիա միշտ կարող են կազմել, բայց կայուն մեծամասնության չլինելը խնդիր է առաջացնում այն դեպքում, երբ ցանկություն չունեն կոալիցիա կազմելու քաղաքական ուժերը։ Կայուն մեծամասնության վերաբերյալ կարգավորումը մի քիչ ներկայացվում է որպես ժողովրդավարությունից շեղում այն տեսանկյունից, որ գուցե այդ նորմի պայմաններում ստացվի այնպես, որ օրինակ քաղաքացիների 20% քվե ստացած ուժը ունենա մեծամասնություն խորհրդարանում։ Իհարկե իրավական տեսանկյունից սա շատ արդար է, որովհետև ով ամենաշատն է ձայն ստանում, հետո գնում են դե երկու ամենաբարձր ձայներ ստացած քաղաքական միավորները կուսակցություն կամ դաշինք ընտրության երկրորդ
ընտրության, ոչ թե երկրորդ ընտրության, այլ երկրորդ փուլի, եւ առավելագույն ձայներ ստացած կուսակցությունը կամ դաշինքը ձևավորում է այդ կայուն մեծամասնությունը, բայց ինչ է քննարկվել ու որոշվել առնվազն նախագծի համատեքստում մենք որոշել ենք առաջին ընտրություններից հետո, եթե որևէ կուսակցություն չի ունենում կայուն մեծամասնությունի սկզբանե կամ ուղղակի մեծամասնություն 50+1-ի մասին է խոսքը եւ կամ դաշինքը չի ունենում կամ դաշինքը չի ձևավորվում, այդ դեպքում ոչ թե գնում ենք երկրորդ փուլի, այլ գնում ենք նոր ընտրության։ Բայց որպեսի շրջապտույտ չլինի անընդհատ նոր ընտրությունների, մենք սահմանափակել ենք միայն այդ մեկ անգամով։ Այսինքն մի անգամ չձևավորվեց մեծամասնություն, լինում է նոր ընտրությունից հետո, եթե կրկին չձևավորվեց, այդ դեպքում արդեն լինում է երկրորդ փուլ։ Հասկանալի ասացի, չէ՞, կարգավորումը ինչպես է նախատեսված։ Ինչու ենք այդպես արել, որ երկրորդ անգամ շանս տանք եւ քաղաքացիներին, որոնք օրինակ, չգիտեմ, пассив են եղել, չեն գնացել ընտրության, որոշում կայացնեն գնան ընտրության եւ նաեւ քաղաքական ուժերին փոքրինչ այլ կերպ մասնակցություն ունենալ ընտրություններին եւ կարծում եմ, որ սա շատ լավ լուծում է։ Ամեն դեպքում դեռ այնինչ ասում եմ, պետք է քննարկվի եւ հաստատվի վերջնականապես, որպեսզի մենք ասենք նախագծում սա է նախատեսված։ Այս պահին դա է նախատեսված։ Երկրորդ հարցի ինչպես կանխենք շրջապտույտը, դա չէր։ Ես այն միտքն ունեմ, որ իրականում քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեծ մարդ են եւ իրենք որոշում են ինչ որ մեկի հետ միավորվել կամ չմիավորվել։ Հիմա ցանկացած որոշման դեպքում պատասխանատուն հենց այդ քաղաքական ուժն է։ Այսինքն եթե ես չեմ ուզում դաշինք կազմել ինչ որ մեկի հետ կամ կոալիցիա կազմել ինչ որ մեկի հետ, ես այդ որոշման պատասխանատուն եմ։ Ուզում եմ կազմել, էլի ես այդ որոշման պատասխանատուն եմ եւ կարծում եմ բոլոր քաղաքացիները այդպես պետք է ընկալեն երևույթը։ Այսքանը։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Կարապետ Մխիթարյան։ Ողջունում եմ ձեզ, ես Կարապետն եմ Մխիթարյան, միջազգային ուսանող։ Տիկին Կալյան, հարցս վերաբերվում է մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Իրականում մենք բազմիցս տեսել ենք, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք պարագաներում տուգանել է Հայաստանի Հանրապետությանը դատական սխալների եւ ոչ պատշաճ քննությունների արդյունքում ու իրականում սա կարծում եմ բեռ է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար ուզում եմ իմանալ հստակ ինչ քայլեր են ձեռնարկվում հարկատուների միջոցների կորուստները չվատնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես այն կարծիքին չեմ, որ դա հարկատուների միջոցների վատնում է, որովհետև մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, քանի որ ունեն նախադեպային իրավունք, իրենք զարգացնում են մեր պրակտիկան։ Այսինքն, եթե ժամանակին օրինակ խախտում էր արձանագրվում պատժի պայմանների հետ կապված, օրինակ դիտարկվում էր, որ կա վատ վերաբերմունք, օրինակ անառանապատիվ պայմաններ են պատժի կրման համար, որովհետև խախտված է հասանելի օրինակ 4 քառակուսի մետր տարածքը եւ դա չի տրամադրվում։ Հիմա նմանատիպ որոշումներ մենք չունենք եւ չունենք նմանատիպ իրականություն։ Այսինքն մենք դա հաղթահարել ենք շատ լավ միջազգային դատարանի օգնությամբ, բայց հաղթահարել ենք։ Կամ գործերի ողջամիտ ժամկետում քննության հետ կապված խախտումների մասով առաջ ավելի շատ էին, հիմա գնալով նվազում են եւ կնվազեն ապագայում։ Ես այլ կողմից եմ հարցին նայում, երբ հանդիպել էի դատարանի նախագահի հետ, ասացի, որ մեր քաղաքացիները շատ ակտիվ կերպով են բերում բողոքները ձեր դատարան, որովհետև նախ ձեր տեղը լավ գիտեն եւ հետո գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը կատարելու է ձեր որոշումները։ Կան պետություններ, որ չեն կատարում այդ դատարանի որոշումները եւ ես ուրախ եմ, որ մենք բնութագրվում ենք այս առումով գերազանցիկին մոտ պետություն, որը հակված է կատարել որոշումները եւ հակված է ուղղել սեփական սխալները, որովհետեւ սեփական սխալների գիտակցումն է փոփոխության ճանապարհը։
ամենաճիշտ ճանապարհը, այսպես ասեմ։ Եվ մի բան էլ կա, մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտման դեպքում դատավորի նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ։ Եվ դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, եւ մենք նաեւ ունեցել ենք այդպիսի դեպքեր։ Եվ սա էլ շատ կարեւոր գործիքակազմ է, որպեսզի ապագայում բացառենք խախտումները կամ գոնե թե համանման խախտումները, որոնք արդեն արձանագրվել են մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից։ Բայց ես ուզում եմ մի լավ բան էլ ասել, մեզ համար լավ, այլ պետությունների համար վատ։ Մեր պետությունն այն պետությունը չէ, որի հետ կապված շատ որոշումներ են կայացվում եւ շատ գործեր են կոմունիկացվում։ Հարևան, այդ հերո չեմ գնում, հարևան պետությունների դեպքում այդ թիվը շատ ավելի շատ է, մյուս պետությունների դեպքում կրկին այդ թիվը շատ ավելի շատ է։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Հրաչյա Աշուղաթոյան։ Շնորհակալություն Տիկին Գալյան, Հայ-ռուսական համալսարան, 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել Արարատի մարզի շուրջ 5330 հեկտար հողատարածք 60 միլիարդ դրամ արժողությամբ, կարող եք ասել ինչ խոշոր գործեր են դեռ արժևում եւ ինչ արդյունքներ են ցույց տալիս։ Շնորհակալություն։ Այո։ Երեք կառավարության նիստին իրական ես լավ չեմ հիշում ծավալը, որովհետև բավականին շատ է վերադարձված գումարի, բայց նախորդ անգամ էլ ասացի, այս անգամ էլ կասեմ, ուղղակի պաշտոնական հաղորդագրություններին հետևեք։ Երեք կառավարության նիստում գլխավոր դատախազը ներկայացնում էր Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը, որը վերաբերում էր Կոտայքի նախկին մարզպետին եւ բռնագանձվել էր էլի մի քանի հեկտար տարածությամբ հողամաս, մեկ շատ մեծ եւ թանկարժեք առանձնատուն միլիոնավոր դոլարներ, եթե չեմ սխալվում, մոտ 2 միլիոն դոլար արժողությամբ, մոտ 2 միլիարդ դրամ գումար, մասնակցություն ԱԳԲԱ բանկում բաժնետոմսերի տեսքով, պարտավորություն չմարված, որի պահանջատերը դառնում էր Հայաստանի Հանրապետությունը կրկին գումարային տեսքով եւ այլն։ Եվ խոսքը կրկնում եմ Վճռաբեկ դատարանի որոշման մասին էր, որը շատ կարեւոր է հենց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների համատեքստում, որովհետեւ կրկին նախադեպային որոշման մասին է խոսքը, այսինքն այնպիսի որոշման, որը անդրադարձ է ունենալու մյուս բոլոր գործերի նկատմամբ։ Այլ գործերի մասով հիշողությունս այնքան էլ թարմ չէ։ Ես հիշում եմ իմ գործունեության ընթացքում վերադարձված գույքերը հիմնականում 8 հաշտության համաձայնություններ կնքվել, օրինակ Առինջում մի քանի հեկտար տարածությամբ հողամաս վերադարձվեց 3 միլիարդ շուկայական արժեքով, վերադարձվեցին նաև այլ բնակարաններ, մեքենաներ, հողատարածքներ, դրամական միջոցներ 15 միլիոն դոլարին համարժեք, նաև ԱՄՆ-ում Խաչատրյաններին պատկանող տունը վաճառվեց եւ արդեն մոտ է այն պահը, որ գումարի մեծ մասը, ինչպես եւ խոստացվել էր, պետք է փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը։ Մոտավոր 30 միլիոն ԱՄՆ դոլարի մասներ խոսքը, այսինքն իրական ծավալային առումով բավականին մեծ ծավալի մասին է խոսքը, բայց ոչ բավարար, որովհետեւ հայցագինը այն գործերով, որոնք գտնվում են դատարանում, շատ մեծ է, միլիարդավոր, 100 միլիարդավոր դրամների մասին է խոսքը։ Այսինքն մենք հույս ունենք, որ գոնե դրանց մի մասը, մեծ մասը առաջիկայում պետք է արդեն այդ հայցերի բավարարվի եւ Հայաստանի Հանրապետությանը վերադառնան մեծ ծավալով գույքեր։ Շնորհակալություն, հաջորդ հարցի համար Միասնիկ Խաչատրյան։ Շնորհակալություն Տիկին նախարար, ես Միասնիկ Խաչատրյանն եմ Հայաստանի ամերիկյան համալսարանից։
Ուրեմն վիդեմ տվյալների բազայում կա մի վիճակագրություն, որը խոսում է այն մասին, թե ինչքանով է երկրի կառավարությունը հետևում սահմանադրությանը եւ կատարում անկախ դատական մարմինների որոշումները։ Դա չափվում է 0-ից 1 ցուցիչով, որտեղ 0-ն, այսինքն ընդհանրապես չի հետևում, իսկ 1-ը ամբողջությամբ հետևում է։ Հայաստանը միջև հեղափոխությունը Հայաստանի կառավարության գնահատականը 0.2-ն էր։ Հեղափոխությունից հետո այն իր բարձրագույնին առավելագույնին հասնում է 2019 թվականին հասնում է 0.7, մինչև 2022 թվական որոշ փոփոխություններով բարձրանում իջնում է, սակայն կարող ենք նկատել, որ 2022 թվականից 2023 թվականից հետո նվազման տենդենս կա եւ սկսած 2024 թվականից հեղափոխությունից հետո այն ունեցել է իր ամենամեծ նվազումը, այսպես ասած, այսպես դուք ներկայացնում եք կառավարությունը, դուք կառավարության ներկայացուցիչն եք եւ միաժամանակ արդարադատության նախարարը եւ կուզեի ստանալ ձեր մեկնաբանությունը, ինչպես կմեկնաբանեք այս փոփոխությունը։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած, չգիտեմ ինչով է պայմանավորված նվազումը, բայց որպես հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հսկող մարմին, ուզում եմ ասել, որ վերջին 1 տարվա ընթացքում առնվազն չի եղել որևէ դատական ակտ, որը չկատարվի։ Այսինքն այդ դատական ակտերը կատարվում են անկախ նրանից, ում են դրանք վերաբերում։ Իշխանամետ կլինի, ընդդիմադիր կլինի եւ այլն։ Նման մենք պրակտիկա չունենք։ Գուցե չափման մեջ տեղ են գտել այն նույն չափանիշները, ինչ որ TI Transparency International-ի ու Freedom House-ի գնահատման համատեքստում են եղել, չգիտեմ ինչ մետրիկայով է գնահատումն իրականացվում, բայց ամեն դեպքում պետք է ձեզ վստահեցնեմ, որ չկատարված դատական ակտեր չեմ հիշում, որ ունենան։ Գուցե ընթացիկ դատական ակտեր լինեն, որոնք կատարման ճանապարհին են։ Գուցե եթե այդ ակտերը բովանդակում են օրինակ գույքի օտարման, գույքի առանձնացման, գույքից հրաժարվելու պահանջներ, դրանք տևական գործողությունների ենթադրող պահանջներ են կատարման տեսանկյունից եւ ժամանակ են պահանջում։ Ես ուզում եմ նաեւ խոսել սահմանադրական դատարանի որոշումների ու դրանց կատարման մասին։ Մենք հեղափոխությունից հետո ինստիտուցիոնալ համակարգ ենք մշակել սահմանադրական դատարանի որոշումների կայացման։ Նախկինում մի քիչ այդպես չէր, բայց հիմա սահմանադրական դատարանի որոշումների մասով էլ գրեթե չունենք որոշում, որը կատարված չէ։ Այսինքն եթե սահմանադրական դատարանը ասում է մի բան, դե որպես բարձրագույն մարմին սահմանադրական արդարադատություն է իրականացնում, մենք դա իմպլեմենտացնում ենք պարտադիր, այսինքն փոխում ենք մեր օրենքները, ուժը կորցրած ենք ճանաչում որոշ օրենքներ եւ այլն, եւ անում են կոնկրետ գործողություններ։ Իհարկե լինում են դեպքեր, երբ սահմանադրական դատարանի որոշումները մի քիչ абստրակտ բովանդակություն ունեն եւ կատարման տեսանկյունից դժվար են, բայց հիմա ես չեմ խոսի երկար, մի բառով ընդհանրապես ասեմ, ուղղակի որ ձեզ համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը։ Վերջերս սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ տեսողության խնդիր ունեցող դատավորներ կարող են լինել եւ դրա անհնարինությունը խտրական է եւ հակասահմանադրական։ Հիմա որպեսի կույր դատավորներ կարողանանք ունենալ, չգիտեմ, ուսումնական process-ից սկսած պետք է այնպես անենք, որ նման տիպ սահմանափակումներ ունեցող անձինք օրինակ անցնեն համապատասխան կրթություն եւ հետո կարողանան հավակնել օրինակ զբաղեցնել դատավորի պաշտոնը։ Այսքանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, սիրելի մասնակիցներ, քանի որ մենք ժամանակի խնդիր ունենք, ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն գրանցվողներից, ում հարցը չի հնչի, բայց վերջին հարցի համար խոսափողը փոխանցենք Մարիամ Մարգարյանին։ Բարև ձեզ, ես Մարիամ Մարգարյանն եմ, սովորում եմ Արտի համար 5 միջնակարգ դպրոցում։ Տիկին Գալյան, դուք 4 տարի համակարգել եք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման ոլորտը։ Հաշվի առնելով այս գործընթացում ապօրինի ծագման կանխավարկածը,
եւ 50 միլիոն դրամի շեմը, ինչպես կգնահատեք դրա ազդեցությունը Հայաստանի ներդրումային միջավայրի վրա եւ որպես նախարարություն ինչպես եք պահում այդ հավասարակշռությունը, որ այն նպաստի միայն արդարության վերականգնմանը եւ չխաթարի բարեխիղճ ներդրողներին։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, չկա ապօրինության կանխավարկած իրականում օրենքի իմաստով։ Կանխավարկած կոչվածը ձևավորվում է այն ժամանակ, երբ վարույթ իրականացնող մարմինը հավաստվում է, որ գույքը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն մի վարժություն, տնային աշխատանք պետք է անես հիմնավորելու համար, որ կա գույք, որը օրինական չէ, եւ հետո երբ որ գնում է գործը դատարան, այս դեպքում արդեն պետք է մյուս կողմը հերքի դրա ապօրինի լինելը։ Բայց ապացուցման բեռի բաշխման տեսանկյունից միևնույն է, վարույթ իրականացնող մարմինը կրում է պարտականություն հիմնավորելու գույքի ապօրինի ծագում ունենալը։ Այսինքն ինչքան էլ մենք խոսել ենք կամ փորձել են խոսել նրա մասին, որ կանխավարկած է գործում եւ այլն, իրականում գործնականում եւ նույնիսկ օրենքի իմաստով դա այդքան էլ այդպես չէ։ Հետո կանխավարկածի մասին, երբ մենք խոսում ենք իրավական տեսանկյունից առհասարակ, կա փաստի կանխավարկած, չէ՞, ասված, օրինակ, եթե թմրամիջոցը ինչ որ մեկի գրպանում գտնում են, գործում է փաստի կանխավարկած, որ այդ թմրամիջոցը իրենն է, չէ՞, ոչ մեկ չի դրել իր գրպանում։ Եվ սա չի նշանակում, որ օդից կախված լուրերով կարելի է ասել, որ ինչ որ մեկին պատկանում է թմրամիջոց, չէ՞, խոսքը փաստի կանխավարկածի մասին է։ Այդպես էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների շրջանակում է, մենք չենք կարող ուղղակի ասել Պողոս Պողոսյան, մենք քո վերաբերյալ ուսումնասիրություն ենք իրականացնում։ Դու ինչքան գույք ունես, այդ գույքը ապօրինի է, դե արի մեզ ապացուցի, որ ապօրինի չէ։ Բացարձակ այս օրենքը այդ մոտեցումների հետ, որոնք անդադ քննարկվում են կամ ժամանակին քննարկվում ու ներկայացվում էին, կապ չունի։ Կրկնում եմ, վարույթ իրականացնող մարմինը պետք է ապացույցներ հավաքելու միջոցով հավաստի, որ X կամ Y գույքը ունի ապօրինի ծագում կամ որ չի հիմնավորվում օրինական եկամուտներով, իրականում դրանք նույն բանն են։ Ինչպես է ապահովում բարեխիղճ ձեռքբերողի իրավունքը։ Այդ իրավունքը պաշտպանված է օրենքի իմաստով։ Մասնավորապես գույքը բռնագանձման ենթակա չէ, եթե այն ձեռք է բերվել բարեխիղճ ձեռքբերողի կողմից։ Այդ դեպքում այն անձը, ում վերաբերյալ ուսումնասիրություն կա եւ ով օրինակ վաճառել է իր գույքը բարեխիղճ ձեռքբերողին, պետք է վճարի այդ գույքի դիմաց ստացած գումարը։ Այսինքն շահերը օրենքի համատեքստում բալանսավորված են եւ հստակ շեշտադրված է բարեխիղճ ձեռքբերողը եւ իր իրավունքների պաշտպանության հրամայականը օրենքում նախատեսված է։ Ներդրումային միջավայրի հետ կապված, երբ որ մենք այս օրենքը մշակում էինք, այդ ժամանակ այս հարցը շատ երկար քննարկվում էր եւ վերջում եկանք այն եզրահանգման, որ բարեխիղճ ներդրողների համար շատ ավելի օգուտ կարող է լինել այս օրենքը, քան վնաս, որովհետեւ եթե քո դաշտը մաքուր է եւ արտոնություններ չենթադրող այն անձանց համար, որոնք իրականում արտոնություններ չպետք է ունենան, ստացվում է այնպես, որ կա հավասար միջավայր ներդրումներ անելու եւ ներդրողները, որոնք բարեխիղճ են, ավելի պաշտպանված են։ Բայց կա մի այլ երևույթ, որը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հետ բացարձակ կապ չունի, խոսքը ավելի շատ պետական շահերի պաշտպանության կամ համայնքային շահերի պաշտպանության նպատակով ներկայացված հայցերի հիման վրա գույքի վերադարձի մասին է, երբ կարող է տարիներ առաջ կնքված գործարքը անվավեր ճանաչվել, օրինակ կարող է պարզվել, որ համայնքապետը օտարել է այնպիսի հողամաս, որը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի իմաստով օտարման ենթակա չէ քաղաքացուն։
այսինքն հատուկ նշանակությամբ, հատուկ նպատակային նշանակությամբ հողակտորի մասին է խոսքը, եւ այս դեպքերում, եթե կա բարեխիղճ ձեռքբերող, միշտ եւ անպայմանորեն բարեխիղճ ձեռքբերողը փոխհատուցում ստանալու իրավունք եւ իրավական հնարավորություն ունի, չնայած նրան, որ իր կյանքը այս դեպքում այո կարող է ինչ-որ առումով բարթանալ։ Այսքանը։ Շնորհակալություն Տիկին Գալյան, նախ ուզում եմ Restart հիմնադրամի անունից շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք երիտասարդների հետ երկխոսելու ու որպես եզրափակում կխնդրեմ կիսվել տպավորություններով, ինչպիսին էր հանդիպումը, քանի որ ժամանակը քիչ էր, այլի հարցեր կային, որ արժեր անդրադառնալ, եւ եթե եւս մեկ այսպիսի հանդիպման հնարավորություն լինի, արդյոք սպասենք ձեզ, թե ոչ, լավ։ Միշտ կարող եք սպասել, ինձ համար անչափ հաճելի է երիտասարդների հետ շփումը, հատկապես ակտիվ եւ նախաձեռնող երիտասարդների եւ երիտասարդների, որոնք գիտակցում են փոփոխությունների կարեւորությունը եւ իրենց ուժը այդ փոփոխությունները կատարելու հարցում։ Ես իդեմս ձեզ տեսնում եմ հենց այդպիսի մարդկանց եւ շատ ուրախ եմ, որ մեր պետությունում ակտիվ երիտասարդությունը շատանում է, այնպիսի երիտասարդությունը, որը ունի իրականում ինքնակննադատություն եւ ոչ միայն ինքնակննադատություն, այլ նաեւ քննադատող է մյուսների գործողությունները եւ սա ինձ թվում է շատ լավ մեկնարկային կետ է, որպեսզի մեր երիտասարդների օգնությամբ շատ բաներ մեր երկրում փոխվեն։ Այսօր էլ են շատ բաներ փոխվում։ Օրինակ մենք ունենք մի նախաձեռնություն օրենսդրական ակտերի նախագծերի տեսքով ակտերի ներկայացման երիտասարդների կողմից եւ երիտասարդներին հնարավորություն էր տրվել ներկայացնելու օրենսդրական փոփոխությունների կամ լրացումների առաջարկներ եւ մենք արդյունքում արդեն ունեցանք մի իրավիճակ, որ ազգային ժողովը ընդունեց երիտասարդների կողմից ներկայացված նախաձեռնություն։ Իհարկե, մենք shaping արել էինք, ավելի զարգացրել էինք այդ մտքերը, բայց նման հնարավորություն էլ կա, եւ եթե որևէ ոլորտի հետ կապված ունեք առաջարկություն, ինչ որ նախաձեռնություն եւ այլն, իրականում կառավարությունը շատ բաց է այդ առաջարկների նկատմամբ եւ ձեզ ոչինչ չի խանգարում ուղղակի նամակ գրել նախարարին կամ կառավարությանը, ընդհանուր կամ աշխատակազմին, վարչապետին կամ հենց վարչապետին ու կարող եք վստահ լինել, որ այդ նամակը մենք կարդալու ենք եւ ընթացք ենք տալու։ Եվ ես կարծում եմ, որ այս կառավարության մեծագույն ձեռքբերումը կամ ձեռքբերումներից մեկը քաղաքացիների հետ շփման մեջ բաց լինելն է, քաղաքացու համար հասանելի լինելն է, որովհետև մենք հստակ ունենք այն գիտակցումը, որ մենք մեկնենք բոլորից, մենք մեկնենք ձեզանից, մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, որն այսօր զբաղեցնում է Արդարադատության նախարարի պաշտոնը, նախարարի պաշտոնը ինձ համար միջոց է անելու այն, ինչ ես ուզում եմ։ Եվ ես գիտակցում եմ, որ ես վաղը չեմ լինելու նախարար։ Եվ լինելու եմ, օրինակ, չգիտեմ, ձեր մեջ նստած կամ այլ տեղում նստած։ Եվ ես շատ կուզեմ, որ դուք էլ այս գիտակցմամբ առաջնորդվեք, գուցե առաջիկայում ձեզ էլ հնարավորություն ընձեռնվի ավելի բարձր պաշտոնական մակարդակում փոխելու ինչ-որ մի բան, թող այս գիտակցումը մշտապես ձեր ուղեկիցը լինի։ Եվ ես ձեզ մաղթում եմ ամենալավը, մաղթում եմ, որպեսզի մասնագիտական տեսանկյունից իմանաք, թե ինչ եք ուզում անել, ինչից եք ձեզ լավ զգալու եւ ընտրեք հենց այդ ճանապարհը։ Շնորհակալություն, միշտ պատրաստ եմ հանդիպելու, միշտ պատրաստ եմ շփվելու, շատ սիրում եմ ձեզ։ Շնորհակալություն։